Դու ո՞չ ես։ Ասպատուրի ազգը։ Հասկացու՞մ։ Televizyon bitmedi, tane dükkanı ne lastik tena. Laf, anzi televizyon meki pati şat gidan, anzi karven magayil koşane. Մարտունու ամենատարեց բնակիչներից մեկն է 94-ամյա Գուրգեն Պապը։ Գուրգեն Պապը Մարտունիում մեկի եղբայրն է, մյուսի քեռին, մեկ ուրիշի հորեղբոր տղան եւ այդպես շարունակ։ Ասային բավչիկ սովովայի գետակ։ Avesta uçmana. Çıpırtak tayinleri İstanbul. Martnuş'tan vekika aşkar. Peki aşkarı voreve pan toğnin var esta. Mi pan yete toğnin esta. Aşkarın tarna takun yetemeyen taraf. Գուրգեն Պապը բնություն շատ է սիրում։ 90-ականներին Մարտունու մոտակայքում մի ամայի տարածք բարեկարգել է ու այնտեղ առաջին ծառը տնկել։ Այսօր այդ վայրում մեծ անտառ է, որտեղ շուրջ 2500 ծառ կա։ Ես անցած հոշակի 92 թվին, 93 թվին գնացի այդտեղ։ 61 տարեկանից սկսել եմ մաքրել այդ արագություն, 2 տարի մաքրել եմ։ Իմ տնկած առաջի ծառը մինչև մի կա և նրա տակ մարդիկ գնում խորոված են անում։ Ինչ ծառ ընկերատեղս կա, բարդի կա, թեղի կա, մասրենի կա, դամբուլ կա, ընկուզ կա, խնդորենի կա, տանձենի կա, ամեն տեսակի ծառ կա։ Տարագանին տեղ մոդրապես 200 ծառ ավելացնում ենք։ Այդտեղ դարձել է կուրորտի վայր։ Ես շատ ուրախ եմ, որ գնում եմ, տեսնում եմ, որ խումբ տղաներ այդտեղ խորոված են անում, յուրաքանչյուրը ինձ քաշելով տանա Գուրգեն Պապի արի, Գուրգեն Պապի արի գրասիրենք էլի։ Դեկին բոտ կրամ ուրասիրի, շատ ու դող մարդ չեմ, մնացած ինչ կրնա։ Որտեղ նոր բույս չի աջում, այդտեղը ես տաղիկ եմ տանը, տաղի գապուս է։ Այդ բնությունն ընտնից մի բան սովորել է, որ Գուրգեն որ անթավես տեղ, ուրեմն պդի եզրա հետ կնկան անչեղի։ Ես ինչ-որ ես տեղ կինել, էդակա ժողովրդի համար է, իմ համար չէ։ Ես իմ պայեն վայելել եմ, պրծել եմ, են երիտասարդ ժամանակ։ Իմ այս ծառները մնում են մեր ժողովրդի։ Ովքեր կկար, Գանգստանան, ես գետի մեջ կրովանա, Գանգստանը թողել ծառների հովիչ ագետս։ Եթե իրանց էլ խորովազի պայդ պետք եղի, այդեղ շատ կա։ Խորովազի պայդերը հավաքան, խորովազը դեպերուներ, կուգերից, քաղաքներից պայդ չպեր են իրանց էլը։ Մարտունի քաղաքը կոչվել է հեղափոխական և քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի պատվին։ Մարտունին նրա հեղափոխական ծածկանունն էր։ 31 քառակուսի կիլոմետր տարածքով քաղաքում 31 փողոց կա։ Սա Մարտունու կենտրոնական Երևանյան փողոցն է, որտեղ ժամանակակից խանութների կողքին կարելի է տեսնել դեռևս 80-ականների վերջին կառուցված և խորհրդային ոճը պահպանած քաղաքի ամենախոշոր հյուրանոցը։ Քիչ հեռու քաղաքի ամենակոլորիտային վարսավիրանոցն է։ Սպիտակ մորուքով և երկնագույն աչքերով վարպետ Ռաֆայելը տեղի ինքնատիպ մարդկանցից է։ Դպրոց ավարտել եմ,
73 թվին գնացել եմ Փանդակ։ Բանակից հետո եկել եմ։ Սովորել եմ երկու մասնագիտություն, Վարշավիր, Ոսկրիչ։ Իմի էլ ժողովրդին եմ սպասարկում։ Մեկ օր փող են տալիս, մեկ օր չեն տալիս։ Արեստը նենց բան ա որ կարող է այսօր մի հատ գործ լինի, վաղ չլինի։ Կով ունեք, կովը ծնել ա։ Ինձ սովորացրել է երեխա պահել, ընտանիք պահել, թոր պահել, հարևան պահել։ Այդ իմ փողով ամեն ինչ էլ ես իմ կողմից կարեցել եմ դրանց օգտակար լինել։ Մարդ կա որ գալիս է, մաս կտրում է, փող չկա։ Գնա, տղա ջան, պապի ջան, գնա, ձերի։ Բայց ես կարող է հաց ստանամ իմ տուն, բայց իրան տալիս եմ, կսեմ դու գնա։ Կարտոշկեն ոնց է։ Դա շատ ա ինչ-որ թանգծ է։ Կարտոշկեն քանց ես։ Երևան 250 ա ինչ ա, է։ Դա ծախա։ Ին ժամանակ լրի մգրած ցանդրով։ Ես էլ մգրած ցանդր եմ օգտագործեմ։ Մգա լուբոյ կներեք որ կսամ լուբոյ։ Լրի վետա գնա մեր լուբոյ Վարշավիրանոց է, հմին մեքենանի վիշ Խանդե 2000 մանից տվի կնացել։ Ես ցանրում մգրած։ Ես մինակ դրանով եմ օգտագործում։ Խոպանել որ կեցա, կսեմ էցամ մեկ օր մնամ, դառնանք կանեսիմ ողնու չուրնա, իմ մարդունինա, իմ քացր մարդունին, իմ քացր չուր, օդը նմեն իմ համար հարազատա։ Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այստեղ էլ մեռնեմ, իմ հայրական, մայրական կողը։ Մարտունեցու տունը երբ որ մարդ է գալիս, անպայման պետք է ինքը հաց ուտի նոր գնա։ Սուրճով մենք չենք ճանապարհում, մենք պետքա կերցնենք ու համոզված լինենք, որ ինքը կուշտեր ու գոհեր։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքի խոհանոցը հայտնի է իր ձկնային ուտեստներով։ Հատկապես սիգը տեղացիների նախընտրած ձկնատեսակն է։ Թող քյավառցիները ինձ ներեն, բայց կարող եմ ասել, որ սիգը հենց Մարտունու խորհրդանիշն է։ Ձուկը Մարտունեցու խոհանոցում ինքը անփոխարինել է սնունդ է։ Ես կարող եմ օրական լավաշ չուտել, հաց չուտել, բայց ձուկ չեմ կարող ուտել։ Մի օր որ տանը ձուկ չի լինում, ես արդեն սկսում եմ կարոտել։ Գիտես, ես կարտոշկեն ավելի շատ եմ սիրում ուտում։ Դե Մարտունը Օրինակ մենք երբ որ ջրից սիգը հանում են ու անմիջապես կենթանի պետքա էփենք։ Թարմությունը չափվում է հենց այդ կենթանիության, այսինքն եթե ինքը անցավ մի քանի ժամ, ինքը արդեն էլ ուտելու չի։ Ջուրը պետքա լինի 200 գրամից ոչ ավել, ուղղակի որ տակը ամանի տակը ծածկի ու ջուրը այդ ջրի գոլորշիով պետքա էփվի ձուկը։ Ձուկը չպետքա ջրին համարյա դիպչի։ Ջուրը չպետքա եռը կանգնի, ամեն անգամ ոնց որ հատիկ գցում ենք, որպեսզի ջուրը անմիջապես անընդհատ մնա եռման վիճակում։ Կուզեք իմ սարքած ձկի բաստուրմով փորձեք։ Հենց սիգից է սարքած գիտեք։ Մարտունիում անհնար է հաշվել, քանի տեսակի ճաշատեսակ կարող ենք պատրաստել ձկնից։ Այն ամենը, ինչ որ մենք պատրաստում ենք սովորական տավարի եւ այլն մսից, մենք կարող ենք պատրաստել հենց սիգից ու ձկնամսից։ Կարանք տոլմա էլ փաթաթենք, կարանք քյուֆթա անենք, կարանք կոլոլակներ անենք, կարանք խաշենք, տապակենք, սալատ սարքենք։ Էլ ինչ Մարտունի առանց կարտոֆիլի ու երկել ունենք Մարտունա կարտոլը, նույնիսկ մարդիկ երբ որ այդ տարի կարտոֆիլ ու կաղամբ են ցանում ու բերքը չեն կարողանում իրացնել կամ վատա լինում, մյուս տարի էլի ցանում են կարտոֆիլ ու կաղամբ։ Ու այդ կարտոֆիլ ու կաղամբը պետքա մի կերպ էլ յուրացվի նաև ընտանիքի կողմից
ու դրանից բխող այդ իր հանգամանքներով ոնց որ էլի տանտիկիների վրա է բեռան գնում, սկսում են տանտիկիները ինչ որ բաներ հորինել, որ երեկվա խաշած կարտոֆիլը այսօրվանից տարբերվի։ Հայաստանի ազգային պատկերասրահը Մարտունիում մասնաճյուղ ունի։ Այն հարուստ է խորհրդային մոդեռնիզմին հատուկ ստեղծագործություններով։ Պատկերասրահի հավաքածուի մեջ կա նաև Երվանդ Քոչարի և Գրիգոր Խանջյանի կտավներից։ Տեղացիները հավատում են, որ ծառի բնի մեջ հայտնաբերված այս խաչքարը երազանքներ իրականացնելու զորություն ունի։ Գեղանկարիչ Արամայես Խլղաթյանի կտավներում քաղաքային առօրյան է, պատկերված տեղի բնությանը հատուկ գույներով։ Տեղն է կարմրավուն, աշնանային այդպիսի հասունացած գույների մեջ եմ տեսնում ես Մարտունի։ Եթե չսնվեի Մարտունում, հնարավոր է, որ անգամ նկարիչ չդառնայի։ Լեռները, հարթավայրերը, ծառերը, սարերը, քարերը շատ մեծ տպավորություն են թողել իմ վրա։ Հենց դրա շնորհիվ է ձևավորվել իմ նկարչական ոճը։ Ես անկախ իմ կամքից ուզում եմ, որ այդ լավը, այդ գեղեցիկը, այդ հրաշալի բնությունը ինչ որ դարձնել իրական, դարձնել պատկերավոր։ Հիմնականում իմ նկարչական իմ արվեստի հիմնական թեման հոգու հայրենիքն է։ Ես իմ արվեստով, իմ նկարելով ուզում եմ վավերագրել Մարտունին հաջորդ սերունդի համար։ Դրա համար էլ նկարում եմ քաղաքային տեսարաններ, փողոցներ, մարդկանց, բնություն։ Լիճը կարծես թե լրացնում է Մարտունու բնաշխարհը, շատ գեղեցիկ է։ Ամպամաձորերին Սևանա լիճը դառնում է կանաչ գույն, շատ հետաքրքիր գույն է։ Արևոտ օրերին ավելի բաց, թափանցիկ, այլային, ափերը շատ գեղեցիկ են, ավազի գույնը եւ ջրի գույնը շատ համահունչ են իրար։ Մանավանդ որ լճի ափին ծառեր կան եւ այդ ծառերի հետ կոմպոզիցիոն հետաքրքիր պանորամա ստեղծում։ Մարտունու բնությունը պատկերել են հայ անվանի նկարիչներ։ Նրանց աշխատանքները ներկայացված են Մարտունու մշակույթի տանը։ Մարտունին էլ իր բնավորությամբ ծառերի նման ամուր պինդ քաղաք է։ Ամուր այդպես ծառերն էլ իրանց արմատների հիմքի վրա ամուր կանգնած են, նույնն էլ Մարտունին։ Փոքր 8-րդ դասարանում էի ես, երբ որ ուզում էի փայտագործությամբ զբաղվել։ Թերներս զբաղվում էին այդ գործով։ Հերուս դիմեցի, ասեցի, որ գնում ես գործի, ինձ էլ հետդ տար գամ, սովորեմ, տեսնեմ, ոնց ալնում։ Շատ հետաքրքիր էր, թեկուզ դժվարությունը շատ էր, բայց չէի նեղվում այդ դժվարությունից։ Ախտարելով այդ բոլոր փուլերը մինչև առեսօր։ Սիրեցի այդ գործը։ Հիմի ավելի շատ եմ սիրում, ավելի շատ բաներ եմ սարքում, ավելի հետաքրքիր բաներ։ Փայտի այդ աշխատանքը մի քիչ դժվար է, բայց համբերատարությունն է ստիպում, քեզ ստիպում է, որ համբերատար լինես։ Եթե վրազեցիր փայտագործության մեջ, արդեն չի ստացվի։
ինքը շատ հանգիստ է պահանջում։ Ինքը հանգիստ, եթե աշխատես փայտի հետ, պիտի հանգիստ աշխատես, եթե վռազեցիր կյանքում չի ստացվի։ Մենք կարա առավոտի ծիրիկուն իրար հետ գործ անենք, բայց 10 բառ չխոսենք։ Վերջին տարիներին Մարտունիում զարգանում է ձիարշավային տուրիզմը։ Դեպի սարեր ու լեռներ կազմակերպող արշավների ընթացքում բնակավայրն իր ողջ գրավչությամբ ներկայանում է թե տեղացիներին, թե զբոսաշրջիկներին։ Այվա, Արեկ, նշան։ Ջանալարի։ Մարտունիում բոլորն են ճանաչում Տիգրանին ու նրա ձիերին։ Գագ ջան, ախպեր, մի երկու հատ խնձոր բերես։ Դրանք ինչ են կանում։ Լայնեզր գլխարկով, կաշվե տաբատով եւ հեծյալին հատուկ կեցվածքով Տիգրանն իսկական կովբոյ է հիշեցնում։ Տարիներ առաջ գնել է իր առաջին քուռակն ու հեծյալների ակումբ հիմնել։ Ես մի օր շատ պարզ հասկացա, որ ես պիտի ինչ-որ բան թողնեմ ինձնից հետո։ Որովհետև քո լինելիությունը ունի երկու տարատեսակ, որ երբ որ դու կաս, երբ որ դու չկաս, բայց կաս։ Սրա հանրագումարը իմ մտքով, իմ սրտով, իմ ցկտումներով էդի հայկական ձիու վերականգնումն է։ Հիմա իմ առավոտը ու երեկոն ձիերն են։ Թվում է թե ձին անամպել կենթանի է։ Բայց եթե ինչ խորն ես նայում, ձիերը սովորեցնում են համբերություն։ Ձիուն պետք է չխաբես։ Ձիերը ծնվում են շատ հաճախ իմ ձեռքին։ Ավելի ճիշտ է քուռակի աչքերի մեջ առաջինը դու նայես։ Ձին սիրում է, երբ իրեն սիրում են, եւ եթե ինքը զգաց, որ իրեն սիրում են, ինքը ավելի շատ է սիրում։ Այ իմ աղջիկ ջան։ Ստիկես։ Աշխարհի ամենախելոք ձին է էսի։ Ինչ ասես, ոնց ասես ինձ անի։ Դեռ այնտենամ ես ինչ ես արել բալես։ Հա, հեսա ոչ մնաց քեզի մի։ Մնաց մի 25 օր։ Կելնես կանաչ, կդառնա սիրուն, բնդելիկ ձիուկ։ Վայ քո խիղճը մեռնես, ինչ ես հավաքել վրետ։ Այս տարածաշրջանը հեծյալ տուրիզմի, հատկապես ձիարշավային տուրիզմի համար ինքը հրաշալի պարզապես անկրկնել հնարավորություն է տալիս։ Երբեմն, երբ որ խումբ ենք ունենում, ես այդ բանին ինձ զգում եմ Հայաստանի չնշանակված դեսպան այդ երկրում։ Պատմում եմ, բացատրում եմ։ Երեկոյան, երբ խարույկի մոտ մնում եմ մենակ, հյուրերն արդեն գնացել են քնելու, ես հասկանում եմ, որ այդ օրն արժեր ապրել։ Առաջին ձին, ես գնեցի, ինքը ընդամենը քուռակ էր 6 ամսեկան, որոշեցի, որ պետք է անունը լինի Մարալ։ Այդ Մարալ անունը այն կարգի մտավ սիրտս, որ մինչև հիմա ես Մարալ ունեմ, չնայած առաջի ձին վաղուց արդեն ինձ մոտ չէ, քանի դեռ ես կա ձիարշավարանը, կան ձիեր, որոնք ծնելու են նոր քուռակներ, դրանք դառնալու են ավելի լավ ձիեր, ծնող ձիեր։ Ես կարծում եմ, որ ամբողջ այդ հեքիաթի ճանապարհին Մարալ պետք է միշտ լինի իմ մոտ։ Հաջող։